Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Քրիստոսից առաջ 185 թվականին Արտաշես առաջին արքան հիմնադրում է Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը, որը կարճ ժամանակ անց դառնում է Մերձավոր Արևելքի ամենանշանավոր քաղաքներից մեկը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է մեր պատմությունը հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք Հին Հայաստանի նշանավոր դեմքերից մեկի Արտաշես առաջին արքայի մասին։ Արքան հայտնի է իբրև բարեպաշտ, բարի, աշխարհակալ եւ նաեւ այլ տիտղոսներով հունահռոմեական գրականության սկզբնաղբյուրների մեջ։ Երբ խոսում ենք Արտաշես առաջինի մասին, առաջինը, որ գալիս է մեր դպրոցականի նույնիսկ մտքին, այն է, որ Արտաշեսը աչքի է ընկել երկու ուղղություններով կատարած գործունեությամբ։ Մեկը նա մեծագույն բարեփոխիչներից մեկն է հայոց պատմության մեջ, մյուսը այն է, որ նա կատարել է հայոց ազգային հողահավաք, այսինքն հայկական տարածքների վերամիավորման գործընթաց։ Եվ մեր այսօրվա հաղորդման ընթացքում հենց այս երկու ուղղությունները լինելու են առանցքային եւ իհարկե նրանց հետ միասին մենք խոսելու ենք նաեւ Արտաշատ մայրաքաղաքի ուղղությամբ նրա կատարած աշխատանքների մասին։ Արտաշես առաջինի գործունեության մեջ կան նաեւ ոչ այնքան միանշանակ դրվագներ, եւ մենք նաեւ այդ դրվագների մասին պետք է խոսենք։ Դրանցից իհարկե ամենաառանցքայինը նրա գահակալության սկզբի հանգամանքն է։ Բանն այն է, որ սկզբից նա Հայաստանում իշխել է իբրև Սելևկյան դրածո, Սելևկյան ստրատեգոս եւ այնուհետեւ միայն հանգամանքների բերումով, երբ որ ձևավորվել է աշխարհաքաղաքական նոր իրավիճակ, նա հռչակել է մեծ հայքի թագավորության անկախությունը։ Հիմա խոսենք այս ամենի մասին հերթով, որովհետեւ նրա գնահատականները մենք տալիս ենք post factum, այսինքն դեպքերից հետո նույնը արել են պատմագիրները, մասնավորապես հայոց պատմահար Մովսես Խորենացին, եւ հաշվի առնելով նրա գործունեության այն երկու ուղղությունները, որի մասին մենք արդեն խոսեցինք, ազգային հողահավաք եւ բարեփոխումները, դրա շնորհիվ փորձել է մեղմել նրա գահակալության սկզբում ի հայտ եկած խնդիրը։ Իրականում դատելով հունահռոմեական սկզբնաղբյուրների ներկայացրած տվյալներից, Արտաշես առաջինը ոչ այնքան լեգիտիմ թագավոր էր սկզբնապես, եւ այն հանգամանքը, որ նա փաստորեն Երևանդունյաց Հայաստանը փաստորեն Սելևկյան օկուպացիայի միջոցով էր տիրացել, բնականաբար որոշակի կնիք պետք է թողեր նրա կերպարի վրա։ Բայց դասավորվում են դեպքեր այնպես, որ Քրիստոսից առաջ 189 թվականին, այսինքն 12 տարի անց, Արտաշեսը հռչակում է մեծ հայքի թագավորության անկախություն։ Դա տեղի ունենում աշխարհաքաղաքական նոր իրադրության պայմաններում։ Բանն այն է, որ Քրիստոսից առաջ 190 թվականին Մագնեսիայի նշանավոր ճակատամարտում Հռոմեական Հանրապետությունը կարողանում է ջախջախիչ պարտության մատնել Սելևկյան տերության արքա Անտիոքոս III-ի զորքերին։ Անտիոքոսը հենց այն անձնավորությունն էր, ով Հայաստան ուղարկել էր Արտաշեսին եւ Զարեհին Երևանդունիներից Հայաստանի օկուպացիան իրականացնելու համար։ Եվ այս թագավորը պարտվում է, եւ դրանից հետո հռոմեական ազդեցությունը մեծանում է Փոքր Ասիայի տարածքում, եւ օգտվելով այս իրավիճակից, Սելևկյանների պարտությունից, Արտաշեսը 189 թվականին հռչակում է անկախությունը մեծ հայքում։ Անկախությունը վերականգնում են նաեւ ծոփքը, առանձին նաեւ Փոքր հայքի թագավորությունը եւ ստացվում է, որ հայկական առանձին պետականությունները նորից անկախանում են։ Բայց այստեղ կա շատ լուրջ խնդիր։ Արտաշես առաջինը, երբ բազվում է գահին 189 թվականին անկախություն հռչակելով, նա ունի լրջագույն մարտահրավեր, Հայաստանի սահմանները տարբեր հատվածներում նվաճված են, Քրիստոսից առաջ 3-րդ դարի վերջին, օգտվելով Հայաստանի թուլացումից, հարևանները խլել են տարբեր տարածքներ։ Եվ նա իր առջև խնդիր է դնում մոդեռնիզացնել թագավորությունը, այսինքն մի կողմից բարեփոխումների միջոցով պետական ապարատը, պաշտպանության ամբողջ համակարգը արդիականացնել եւ մյուս կողմից իրականացնել նաեւ պատերազմական գործողություններ, որոնցով կվերականգնվեն Հայաստանի սահմանները։ Այստեղ բնականաբար կարող է առաջանալ հարց. ինչ սկզբունքով է Արտաշես առաջինը այս ամենն իրականացնելու։ Եվ հենց այս ամենի արդյունքում է, որ նրա գնահատականը հետագայում փոխվում է
հեղինակների մոտ։ Այսինքն սկզբնապես փաստացի հայոց թագավորության դեմ գործած անձը ավելի ուշ շրջանում կատարում է շրջադարձ եւ սկսում է գործել իշա հայոց պետականության եւ դրա համար է որ խորենացին նաեւ նկարագրում է որ նա սիրվեց մարդկանց կողմից եւ Արտաշեսի շուրջ հյուսված տարբեր վիպերքերի մեջ նաեւ կա այն դրվագը որ նա երբ հուղարկավորում էին նրան բոլորը ողբում էին նույնիսկ շատերը ինքնասպանություն էին գործում իրենց թագավորի հետ միասին հուղարկավորվելու համար եւ իհարկե այդ վիպերգական ժանրից վերադառնալով պատմական սկզբնաղբյուրների տվյալներ նշենք մի շատ կարեւոր հանգամանք Արտաշես առաջինը հայկական հողերի վերամիավորման գործընթացը կատարում է պարզ սկզբունքով հայտնի է իհարկե հասարակական գիտությունների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին որ էթնոգենեզի այսինքն ազգերի ծագման ձևավորման շրջանում ամենակարևոր հանգամանքը որով մարդիկ տարբերակում էին յուրայիններին լեզուն էր եւ ահա այս ամենը քանի որ Հայաստանում վաղուց ավարտված էր եւ ուներ արդեն պետականության սահմաններով ամրագրում, այսինքն հայերի ձևավորման գործընթացը վաղուց արդեն իրողություն էր, հիմա կարևոր էր այդ մարդկանց մեկ սահմանների ներքո նորից պաշտպանված տեսնելը։ Եվ հետաքրքիր է, որ սա նկատում է հույն աշխարհագետ Ստրաբոնը։ Պատահական չի, որ Ստրաբոնն է դա նկատում, որովհետև նա պատմիչ չէ, շարքային պրոպագանդիստ չէ, այսինքն ուղղակի հունահռոմեական աշխարհի կողմից արևելքին վատ աչքով նայելու ինչ որ մոլուցքով տառապող հեղինակ չէ, եւ նա լինելով աշխարհագետ ֆիքսում է կարևոր հանգամանք։ Արտաշեսը միավորում է բոլոր այն տարածքները, որտեղ բնակչությունը միալեզու է, այսինքն հայալեզու, շատ պարզ է սկզբունքը, որտեղ պետք է կանգնի հայ զինվորը, եւ այս սկզբունքով տեղի ունենում Հայաստանի վերամիավորման գործընթաց։ Արտաշեսը կարողանում է նախ հարավ-արևելյան ուղղությամբ վերականգնել Հայաստանի սահմանները, միացնելով մինչև հայտակարան ներառող տարածքները, այսինքն Հայաստանը ունենում է նորից ելք դեպի Կասպից ծով, եւ այս երկրամասը նույն հունահռոմեական սկզբնաղբյուրները ներկայացնում են իբրև Կասպեից երկիր կամ Կասպ, եւ փաստորեն այստեղ է գնում եւ հաստատում հայոց սահմանները Արտաշեսը։ Հյուսիսում նա Վիրքի հետ բախման արդյունքում վերադարձնում է Գուգարք երկրամասը եւ այս մասին նաեւ վրացական սկզբնաղբյուրն է հայտնում, որ ոչ միայն կարողանում է նա այստեղ վերահաստատել հայոց թագավորության սահմանը, այլև վրաց թագավորը պարտավորվում է նրան անհրաժեշտության դեպքում զորք տրամադրել եւ դրամ հատել նրա պատկերով։ Այս ուղղությամբ նրա գործողությունների մասին խոսում է թե Մովսես Խորենացին, թե վրաց տարեգրությունը եւ թե փաստորեն հունահռոմեական պատմագիրները։ Այնուհետև նա ազատագրական գործողություններ է կատարում արևմտյան ուղղությամբ։ Այստեղ նա ազատագրում է Կարին եւ Դերջանը, իսկ Ծոփքի թագավոր Զարեհի հետ միասին եկեղիկն են ազատագրում եւ բաժանում իրար միջև։ Այնուհետև գործողությունները գնում են հարավային ուղղությամբ։ Այստեղ շատ ավելի ծանր փորձություն էր սպասվում, որովհետև բախումը լինելու էր ավելի լուրջ մրցակցի հետ, Սելևկյան տերության հետ, որից փաստորեն մեծ հայք անկախացել էր եւ երկարատև գործողություններից հետո արունալի պատերազմներից հետո Հայաստանն այստեղ ազատագրում է Տմորիկ երկրամասը եւ Սելևկյանները հրաժարվում են Հայաստանի նկատմամբ իրենց հետագա հավակնություններից։ Ազատագրական պայքարի մեջ իհարկե այս հողահավաքի տրամաբանության մեջ էր մտնում նաեւ Ծոփքի եւ Փոքր Հայքի միավորումը, բայց այստեղ նա բախվում է լուրջ խնդիրների։ Ծոփքում գահակալում էր նրա նախկին զինակիցը Զարեհը, ում հետ երկար ճանապարհ էին անցել եւ դժվար էր նրա հետ ռազմական բախման գնալը։ Մյուս կողմից Պոնտոսի հետ դաշնակցող Փոքր Հայքի թագավորության ուղղությամբ եւս այդ փուլում դժվար էր գործողություններ իրականացնելը։ Եվ Արտաշեսը օգտվում է մի նոր հնարավորությունից 183-ից 179 թվականներին բախում է տեղի ունենում մի կողմից Փոքր Հայքի ու Պոնտոսի, մյուս կողմից Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև, եւ այս բախման ժամանակ այնքան էր արդեն հայոց թագավորի հեղինակությունն աճել, որ նրան հրավիրում են իբրև հաշտարար։ Եվ նա այս հաշտարարության ժամանակ հմտորեն օգտվելով իրավիճակից
այնպես է անում, որ տեղի ունենա փոքր հայքի թագավորության տարածքի ընդարձակում ի հաշիվ Պոնտոսի։ Այստեղ բնականաբար տեսնում ենք թագավորի այն հեռատեսությունը, այն տեսլականը, որ նա ուզում է հետագայում ավելի ընդարձակ սահմաններով փոքր հայք տեսնել հայոց մեծ թագավորության հետ, այսինքն մեծ հայքի թագավորության հետ ներգրաված մեկ ընդհանուր պետության կազմում։ Արտաշես առաջինի հողահավաք քաղաքականության ավարտը իհարկե պետք է մենք տեսնենք ավելի ուշ իրականացնում է Տիգրան Մեծը, երբ որ ծոփքը, կորդուքը միացնում է իր թագավորությանը, եւ իհարկե այս ամենով հանդերձ պետք է մենք ֆիքսենք, որ Արտաշես առաջինն է հենց այդ ազգային հողահավաքի քաղաքականության սկզբնավորողը եւ հիմնականում իրականացնողը։ Արտաշես առաջինի գործունեության մյուս ուղղությունը իհարկե այն էր, որ նա ձգտում էր արդիականացնել պետական ապարատը։ Այս առումով նա կատարում է լրջագույն բարեփոխումներ, օրինակ օգտագործելով, բայց միևնույն ժամանակ տեղայնացնելով Սելևկյան այն մոդելը, որ գոյություն ուներ ստրատեգիաների տեսքով, այստեղ ստեղծում է 120 ստրատեգոսություններ, գավառներ։ Իհարկե, այս ստրատեգիաների կամ պրեֆեկտուրաների ստեղծումը ավելի ուշ ֆիքսել է մի այլ հեղինակ, առաջին դարում արդեն ապրած Պլինիոս Ավագը, եւ մասնագետները վիճել են արդյոք Արտաշեսն է հենց այս բարեփոխման իրականացնողը թե ոչ, բայց հաշվի առնելով Ստրաբոնի մոտ նկարագրությունը առանձին ստրատեգիաների, մտածել են, որ հենց նա է այս վարչական ռեֆորմի իրականացնողը։ Նրա ռեֆորմների մեջ առանցքային նշանակություն ուներ իհարկե արքունիքի բարեփոխումը։ Այստեղ առանձնացվում են հստակ ֆունկցիաներով օժտված, հստակ գործառույթներ իրականացնող տարբեր գործակալություններ, այսինքն այսօրվա մեր ընկալմամբ կառավարության մեջ մտնող նախարարություններ։ Եվ այս առումով իհարկե կարևոր էր օրինակ սպարապետության եւ հազարապետության առանձնացումը։ Հազարապետը օրինակ զբաղվում էր հարկային տնտեսական բոլոր գործերով, բավական լայն լիազորություններով օժտված պաշտոնյա էր։ Սպարապետը, ինչպես իհարկե գիտենք, զբաղվում էր զորքերի հրամանատարությամբ, պատերազմական գործողությունների ժամանակ զորքի օպերատիվ կառավարումներ իրականացնում։ Եվ նրա գործողությունների մեջ իհարկե առանցքային նշանակություն ուներ հատկապես հողային բարեփոխումը։ Հողային բարեփոխումը Արտաշես առաջինի ռեֆորմներից ամենաառանցքայինն էր։ Այն ուներ երկու թիրախ, մեկը բանակն էր, մյուսը հարկային տնտեսական ոլորտը։ Բանն այն է, որ այդ ժամանակ հայ գյուղացին ազատ էր եւ կազմում էր առանձին միավոր գյուղական համայնք։ Այսինքն գյուղում բնակվողները միավորված էին եւ կազմում էին համայնք եւ սրանով տարբերվում էին շատ երկրներից, որտեղ ստրկատիրություն կամ դրա նման որևէ հասարակական մոդել կար աշխատող։ Մեզ մոտ ստրկատիրություն չի եղել, անգամ խորհրդային այս ոլորտում ուսումնասիրություն կատարած պատմաբանները խորհրդային իշխող գաղափարախոսության պայմաններում նույնիսկ մարքսիզմի դիրքերից նայելով առանձին բացառություններով հանդերձ հիմնականում մերժում էին այս տեսակետը։ Եղել են իհարկե ստրկատիրության գոյության կողմնակից նաև հետազոտողներ, օրինակ Սուրեն Երեմյանը, բայց հիմնականում դիտարկվում էր, որ օրինակ Արտաշեսի ժամանակներում մեզ մոտ չի եղել նման բան։ Եվ ահա այս ռեֆորմը հենց ցույց է տալիս, որ այո, դասական իմաստով ստրկատիրություն Հայաստանում չի եղել, գյուղական համայնքը ազատ է, տնօրինում է իր հողերը, մյուս կողմում կան մասնավոր խոշոր հողատերեր, որոնք կոչվում են ագարակատերեր կամ դաստակերտների տերեր, այդ հողեր ագարակներ են եւ կամ դաստակերտներ են կոչվում։ Այդտեղ ռազմագերիներ են աշխատում հիմնականում հողի վրա եւ ստացվում է, որ պետության համար հարկային իմաստով ավելի կարևոր է, որ գյուղական համայնքը ավելի ազատ լինի եւ ազատորեն իր տնտեսական արդյունքը տնօրինելով կարողանա պետությանը անհրաժեշտ ֆինանսական այդ մատակարարումները կատարել, այսինքն հարկային պարտավորությունները կատարել։ Մյուս կողմից, իհարկե, այստեղ կարևոր է, որ այն ժամանակ ծառայությունը զինված ուժերում անվճար էր եւ բնականաբար պետք է մարդը վստահ լիներ, որ իր ծառայության ընթացքում իր ընտանիքը սովամահության չի տրվելու եւ դրա համար պետք է վստահ լիներ, որ իր հողակտորից անհրաժեշտ քանակի բերք կստանան եւ կտնօրինեն ըստ ցանկության։ Այս ռեֆորմը մի կողմից ֆիքսելու էր նախկինում կատարված հողազավթումներ, այսինքն նա չէր նեղացնում ագարակատերերին եւ դաստակերտների տերերին, ստացվում է, որ այդ հողային մագնատներին մի կողմից պաշտպանված էր դարձնում իր նոր օրենքով,
Մյուս կողմից ստացվում է, որ նա հանդես էր գալիս ժողովրդահաճո մոտեցմամբ, այսինքն հայտարարում էր, որ այլևս հնարավոր չէ նոր զավթումներ կատարել։ Երկու կողմն էլ գոհ են այս ռեֆորմից, եւ ագարակների տերերը եւ գյուղական համայնքի ներկայացուցիչները, եւ երբ որ Մովսես Խորենացու մոտ տեղ գտած տեքստը ընթերցում էին այդ ազոտողները, երկար ժամանակ տպավորություն կար, որ այս ռեֆորմը կարող է մտածածին երևույթ լինել, որովհետեւ Մովսես Խորենացին ներկայացնում է, որ նա կոփել տվեց քարեր, որոնք պետք է տեղադրվեին այս ագարակների եւ այս համայնքների միջև։ Եվ ահա տարբեր ժամանակներում հնագիտական աշխատանքների արդյունքում Հայաստանի տարբեր հատվածներից գտնվել են շուրջ 2 տասնյակ հողաբաժան սահմանակարեր։ Եվ այս սահմանակարերի վրա եղած արամեատար արձանագրություններից պարզ է դառնում, որ դրանք Արտաշեսի թողածն են։ Ավելին, Արտաշեսը այստեղ փորձել է նաև ֆիքսել, ինչպես կարծում են որոշ հետազոտողներ, այն հանգամանքը, որ ինքը լեգիտիմ թագավոր է, իրեն դիրքավորում է իբրև երվանդական։ Եվ դա դրսևորվում է նաև մեկ այլ ռեֆորմի մեջ, երբ նա սահմանում է նախնիների պաշտամունքի համակարգը, այստեղ նա նորակառույց Արտաշատ մայրաքաղաքում կանգնեցնում է տաճար, մայր դիցուն նվիրված տաճար, որտեղ նաև տեղադրվում են նախկին արքայատոհմի թագավորների արձանները, այսինքն Երվանդունիների արձանները, սա թագավորական իշխանության շարունակականության մասին է խոսում, եւ նա իհարկե հրամայում է, որ երկրպագեն այդ թագավորներին։ Չնայած, որ հիշենք, որ նա Երվանդի հետ հակամարտության արդյունքում էր դարձել թագավոր, այսինքն ստացվում է, որ նա մի կողմ է դնում անձնական կոնֆլիկտները եւ անձնական տարբեր հարցերը, վեր է դասում այս ամենի նկատմամբ պետականության գաղափարը եւ պետականության հետ առնչվող հարցերը ու սահմանում է իրենից առաջ իշխածների պաշտամունք, այսինքն նախկին իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը այնպես է ձևավորում, որ հետագայում նաև իր նկատմամբ լինի հարգալից վերաբերմունք եւ մեծ հաշվով հասկանան, որ թագավորական իշխանությունը անձերի այդ համակրանքից վեր պետք է դասվի։ Եվ ստացվում է, որ սա բավական կարևոր միջոցառում էր նաև պետականության գաղափարի արժևորման տեսանկյունից։ Երբ խոսում ենք Արտաշես առաջինի կատարած բարեփոխումների մասին, պետք է նշենք նաև նրա տոմարական բարեփոխման մասին, որը ուներ նաև տնտեսական նշանակություն, այսինքն երբ սահմանվում են գարնանացանի, աշնանացանի հստակ ժամկետներ, դրանք օրացուցային կարգավորում ունեն, նաև տնտեսական աշխատանքներն ավելի համակարգված են։ Այս ուղղությամբ իհարկե կարևոր էր նաև մեկ այլ աշխատանք, որ նա խոշոր գետերի եւ լճերի վրա նավագնացություն է սահմանում եւ ստացվում է, որ Հայաստանում նա նաև հոգ է տանում կոմունիկացիաների, տնտեսական ենթակառուցվածքների զարգացման հարցում։ Արտաշես առաջինի գործունեության արդյունքում նրա մասին հեղինակները խոսում են իբրև աշխարհակալ, բարեպաշտ, բարի թագավոր, եւ այս գնահատականները չեն տարբերվում Մովսես Խորենացու եւ հունահռոմեական, այսինքն անտիկ պատմագրության երկերում, այսինքն ընդհանուր առմամբ նրա, այսպես ասած, օտար բառով ասենք, իմիջը, նրա կերպարը ընդհանուր առմամբ բավական դրական է եւ հատկանշական է այստեղ նաեւ Պոլիբիոսի այն խոսքը, որ ասում է նա դարձավ փաստորեն Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ եւ այստեղ նկատի է առնվում Ստրաբոնի եւ Մովսես Խորենացու կողմից ներկայացվող այդ հողահավաքի քաղաքականության արդյունքը, նա կարողացավ մեծ մասը Հայաստանի միավորել։ Եվ ահա այս նոր միավորված Հայաստանի համար անչափ կարևոր էր ունենալ նոր մայրաքաղաք։ Նոր մայրաքաղաքը նաև թագավորական ընտանիքի, նոր փաստացի նոր թագավորական ընտանիքի եւ նոր թագավորի իշխանությունը ցցուն կերպով ներկայացնելու միջոց էր։ Եվ այդպես նա հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը։ Փաստորեն 2025 թվականին լրանում է Արտաշատ մայրաքաղաքի 2210-ամյակը։ Մասնագետները կարծում են, որ Արտաշես առաջինը Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրել է Քրիստոսից առաջ մոտ 185 թվականին։ Եվ ստացվում է մենք այժմ գտնվելով Արտաշատի ավարակների շրջակայքում, այն հատվածում, որտեղ եղել է պատմական Արտաշատ մայրաքաղաքը, հին աշխարհի ամենանշանավոր քաղաքներից մեկի տեղում ենք։ Արտաշես առաջինը Արտաշատ մայրաքաղաքը կառուցել է այն վայրում, որտեղ այսօր գտնվում է Խոր Վիրապի վանքը եւ հարակից բլուրներն են։ Հենց այս տեղանքում էլ եղել է այդ մայրաքաղաքը։ Պլուտարքոս պատմիչը
որ ազգությամբ հույն էր, բայց հռոմեական իրականության ներկայացուցիչ էր, նա ննութագրում է այդ ընտրությունը հետևյալ կերպ, որ իբրև թե Արտաշեսին օգնել է կարթագենացի զորավար Հաննիբալը ընտրելու վայրը եւ նախագծելու քաղաքը։ Հաննիբալի տեղեկությունը մյուս սկզբնաղբյուրներով չի հաստատվում, որ Հաննիբալը եղել է Հայաստանում եւ օգնել է Արտաշեսին, բայց նա ներկայացնում է, որ Հաննիբալը պարտվելով փաստորեն հռոմեացիներին հռոմեա-կարթագենյան պունիկյան կոչվող պատերազմներից հետո փախուստի է դիմում սելևկյանների մոտ, փորձում է օգնել Անտիոքոս III-ին, բայց Անտիոքոսի պարտությունից հետո սելևկյանները Հռոմին պարտվում են, նա իբրև գալիս է Հայաստան եւ քաղաքական ապաստան է գտնում եւ որոշում է իր ծառայություններն առաջարկել թագավորին եւ ընտրում է այս տեղանքը եւ որոշում այստեղ կառուցել այս քաղաքը։ Այս հիշատակության մեջ առավել հետաքրքրական է այն, որ փաստորեն Պլուտարքոսը նույնիսկ, որ բացարձակապես աչքի չէր ընկնում հայերի նկատմամբ համակրանքով եւ փորձում էր սովորաբար ծաղրել Հայաստանը, նա նշում է, որ քաղաքը կառուցվել է նախապես կազմված հատակագծով։ Եվ սա իհարկե հաստատվում է նաև հնագիտական աշխատանքների արդյունքներով։ Երբ մենք խոսում ենք Արտաշատ մայրաքաղաքի մասին, այստեղ իհարկե պետք է ուշադրություն դարձնենք նաև մեր պատմահար Մովսես Խորենացու հաղորդած տեղեկություններին։ Նա նշում է, որ Արտաշեսը գալիս է այն վայրը, որտեղ միախառնվում էին մեծամոր եւ երասխ, այսինքն արաքս գետերը, եւ այդ վայրը հավանելով հիմնում է այդտեղ նոր մայրաքաղաք, կոչում այն իր անունով։ Եվ այս քաղաքը բավական պաշտպանված էր եւ այս առումով, որ երկու գետերի այդ միախառնման տեղն է, դա ապահովում էր նաեւ պարիսպների լրացուցիչ անվտանգություն եւ շատ կարճ ժամանակ անց, լինելով Արարատյան դաշտի սրտում, այս քաղաքը վերածվում է միջազգային առևտրի կարևորագույն խաչմերուկի եւ անտիկ հեղինակները այն նշում էին հնչյունափոխված ձևով Արտաքսատա։ Արտաշատը, Արտաշեսի քաղաքը դառնում է հին աշխարհի նշանավոր քաղաքներից մեկը, որը նույն անտիկ հեղինակները երբեմն հարստության այդ ճոխության հանգամանքից ելնելով եւ երբեմն նաեւ փաստորեն Հաննիբալի հանգամանքը հաշվի առնելով կոչում են հայկական Կարթագեն։ Նախ եւ առաջ իհարկե նրա առևտրային, տնտեսական այդ կարևորագույն դիրքը եւ նշանակությունը, նրա հարստությունն ու ճոխությունը խաղում են այս հարցում իրենց վճռորոշ դերը։ Արտաշատ մայրաքաղաքը եղել է հին Հայաստանի ամենանշանավոր քաղաքը։ Անկամ այն ժամանակ, երբ Տիգրան Մեծը իր հսկայածավալ կայսրության նոր մայրաքաղաք կառուցեց Տիգրանակերտը, նա որոշեց, որ Արտաշատը եւ Տիգրանակերտը եւ նաեւ իր կայսրության ամենամեծ քաղաքը Անտիոքը պետք է կապվեն մեկ ընդհանուր ճանապարհով, եւ այդ ճանապարհը արքայական ճանապարհ էր կոչվում։ Այս արքունի պողոտայի փաստորեն վերջնակետը այս կողմում Արարատյան դաշտի սրտում Արտաշատն էր, որը հարավը հյուսիսին եւ արևելքը արևմուտքին կապող բոլոր միջազգային տարանցիկ առևտրական ճանապարհների կարևորագույն խաչմերուկ էր։ Հնագիտական աշխատանքների արդյունքում այստեղ գտնվել են բազմաթիվ ճոխ իրեր եւ այս քաղաքը փաստորեն նաեւ ունեցել է բաղնիք հանրային նշանակության եւ սա բացառիկ է, որովհետեւ մենք երբ խոսում ենք օրինակ արևմտյան հռոմեական բաղնիքների մասին, դա էլիտիստական է, միայն վերնախավի համար նախատեսված երևույթ է, Արտաշատում այն հանրային նշանակություն է ունեցել եւ մարմարապատ է եղել եւ այս առումով նշանակում է, որ բարեփոխիչ արքան եւ նրա հաջորդները նաեւ հանրային լայն շրջանակների մասին հոգացություն դրսևորելու մեծ մղում են ունեցել։ Տիգրան Մեծի ժամանակներում Արտաշատ մայրաքաղաքի համար թագավորը միշտ պայքար է մղել եւ անգամ Տիգրանակերտը զիջելուց հետո Արտաշատը պահպանելը եղել է ստրատեգիական կարևորություն ունեցող նպատակ։ Հետագա դարերում էլ որքան տարբեր մայրաքաղաքներ հիմնվել են Արշակունյաց ժամանակաշրջանում, Վաղարշապատը կլիներ Արքայանից, թե Դվինը, Արտաշատը շարունակել է պահպանել իր կարևորագույն նշանակությունը որպես հայոց թագավորության սիրտ։ Արտաշես առաջինի կողմից կատարված բարեփոխումները եւ նրա ազգային հողահավաքի քաղաքականությունը հիմք են նախապատրաստել նրա թոռան Տիգրան Մեծի ի հայտ գալու համար, այսինքն հիմք են ստեղծել աշխարհակալ տերություն ձևավորելու հարցում։ Նրա ռազմական բարեփոխումը օրինակ 4 ուղղություններով զորավարությունների ստեղծումը այնպիսի մի գործողություն էր, որ փաստացի նման է այսօր բանակային կորպուսների ստեղծմանը։
Այսպիսով Արտաշես առաջին բարեպաշտ արքային նվիրված մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։